ինչ կասեք առավոտվա այսպես ձեր ընտանիքի ձեր ընտանիքի անդամների հանդեպ տեղի ունեցող այսպես ոստիկանական ԱԱԾ ներխուժումների ու առհասարակ այս գործերի վերաբերյալ ու գործը կարծես մի քանի ժամում հասավ դատարան, հիմա հապամա միջոցի հարց է քննարկում։ Գործը միանշանակ քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Միջալոց այն հանգամանքները, որոնք նշել են այս ճակերտների մեջ քրեական գործում, ոչ մի նոր բան չկա, այսինքն 2018 թվից ինչ որ գործ կար հարուցված, էլի անհեթեթ պատճառաբանություններով ու ըստ էության ինչ որ նոր հանգամանք չկա, ինչ որ նոր բան չի բացահայտվել, այսինքն այն ինչ կա, եղել է, չի թաքցվել ոչինչ, բայց այսպես հիմա եղել է նորից այս քաղաքական հրահանգը, գիտեք նաև նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է հրահանգը եւ վերջերս նաև ազգային ժողովում, այսպես որ քաղաքական հրահանգի, քաղաքական հերթական գործնա, շինծու գործնա, իսկ օրինակ իմ տուն այն պատճառաբանությամբ, որը մտել են, ուղղակի նախաքննական գաղտնիք կա երևի, ուղղակի կատարյալ անհեթեթություն է, էլի այն պատճառաբանությունը, որը գրել են, որը այս դատարանում կարծեմ ինչ որ դատավոր նաև հաստատել է, դա այսինքն այդ սանկցիան տվել է խոզարկության, ուղղակի անհեթեթություն է, ինչ որ ձևական պատճառներով դատարանը կնիքը դնում է ու գալիս են այսպես առավոտ գիշերով դիվադադար են անում երեխեքին մնացածին։ Ելույթից հետո անմիջապես հաջորդ օրը տեղի ունեցավ այս գործընթացը, ինչ կասեք։ Գիտեք, կարծում բոլորն էլ տեսել են, ես չեմ պատկերացնում էլի ոնց է ամենաբարձր մակարդակով օրենք են ընդունում ԵՄ գնալու հետ կապված, խոսում են նաև 3 հայտարարվեց դրա մասին, որ այսպես կուրսը դեպի Եվրոպական միություն է, բայց երկրի ղեկավարը փաստացի աթոռը զբաղեցնող մարդը վարչապետի կանգնում ասում ամենաբարձր ամբիոնից սա պետք է նստի, մեկը պետք է ունեզրկվի, չի տեղավորում սա ոչ մի կերպ ժողովրդավարական սկզբունքների մեջ ու չգիտեմ նույն եվրոպական այս երկրների ներկայացուցիչները, որ այսպես քաջալերում են Փաշինյանին, այս կառավարությանը, իբր ժողովրդական արժեքների նրանց սկզբունքները, չգիտեմ, այս ամեն ինչին հետևում են թե չէ ու ինչ ենթադրություններ են անում։ Սիրուշոն ձեր կինը լինելուց բացի նաև բիզնեսով է զբաղվում, հա, իր անձնական բիզնեսն է, Պրեգոմեշը նաև հայտնի երգչուհի է։ Այս գործընթացը իր հետ կապելը, իր Պրեգոմեշը խուզարկելը ինչով է, հա, արդարացված։ Գիտեք, ոչ մի իրավական տեսանկյունից իհարկե ոչ մի արդարացում չկա, իսկ եթե մնացածի կոնտեքստում ենք նայում, այն ինչ անում են, պարզապես ցավ պատճառելու, ցավացնելու, այսպես այս այն մարդիկ են իսկապես, որ չունեն ոչ մի կարմիր գծեր, ինչ որ բարոյական այսպես սահմաններ, արգելքներ իրենց համար չկա, դրա համար ամեն գնով ուղղակի ինչ որ փորձել ցավեցնելն է, միգուցե մտածում են սրա արդյունքում մենք պետքա հետ կանգնենք, նահանջենք, այդպես չէ էլ է։ Ռոբերտ Քոչարյանի տանը, հա, որտեղ որ նախագահ կեցավայրում, այնտեղ կարծես թե տեղյակ են, հա, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գալու են ու այդպես գրություն էին դրել մեծ պաստառով, բարի գալուստ, պատրաստ էին։ Կարծեմ հենց դուք եք երեք ավետել, հա, այսպես որ լինելու են որոշակի գործողություններ, հետո մենք ինչպես ասացի, բազմաթիվ անգամներ Նիկոլ Փաշինյանն ասել, ինչ են անելու մեծ հաշվով, այնպես որ հա երեխաները այդպես պաստառ էին պատրաստել, դրանով ցույց տալու, որ եթե մտածում եք ձեր մասկի շոուներով մենք պետքա վախենանք, չկա նման բան, ոչ մենք ենք վախենալու, ոչ մեր երեխեքն են այդ ամեն ինչից վախենում, որովհետև այս ամեն ինչի հիմքում գաղափարն է, սկզբունքներն է, հայրենիքն է վերջով, ոչ թե ինչ որ նեղ անձնական շահերն են։ Պարոն Քոչարյան, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք այս քրեական վարույթում որևէ դժվարով չեք հասնում, ուղղակի որպես ընտանիքի անդամ, հա, որպես երկրորդ նախագահի որդի, հա, Սեդրակ Քոչարյանի եղբայր, դուք ձեր տուն են նաև մտել խոզարկելու։ Այս ճիշտ եմ հասկանում, թե նախաքննական գաղտնիքով բան կա, որ չեք կարող ասել։ Դա է, հա, ըստ երևույթին զուտ այսպես թղթերով իմ տանը ինչ որ բան էին փնտրում, որը ոչ մի ձև չէր կարող իմ տանը լինել, այսպես ասեմ, դա ոչ միայն իրավական առումով էր աբսուրդ, այլ նաև տրամաբանության տեսանկյունից մի խոսքով ես կարգավիճակ չունեմ, կարգավիճակ ունենալու համար պատգամավորեն պետքա որոշակի այսպես բաներ հաղթահարեն, հա, ձեռնմխելիության հաղթահարելու խնդիր կա,
Չգիտեմ, չեմ բացառում, այսպես ասած, էլի չեմ կարողանում պատկերացնել ինչպես պետք է դա անեն, բայց նաև չեմ բացառում, բայց այս բանը չէ, ոչ մի կարգավիճակ չկա։ Պարոն Քոչարյան, իսկ ինչպես է հիմա բաննավակայի առողջական վիճակը Խոսել եք։ Տեսեք, չեմ կարող ես հետը խոսել, փաստաբանների հետ եմ խոսել, բժիշկները իրենք են ասել, որ պետք է այս բանը լինի հսկողության տակ, ինչպես այսօր ցերեկն ասացի, մի մոտ 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր հայրս ու խիստ ցուցում կար 1 ամիս լինել այսպես հանգիստ, ստրեսի, նաև հսկողության տակ։ Եվ այսօր առավոտյան այդ դեպքերից հետո, ինչպես գիտեք, ժամը 7-ին եկել են եւ տարել են, այսինքն չեր հասցրել ոչ նախաճաշել, մնացածը երևի այս օրվա այսպես ընթացքը բերեց նրան, որ նաև ճնշման հետ կարծեմ խնդիրներ առաջացան եւ մյուս մասով մի խոսքով բժիշկները այսպես ասացին, որ պետքա լինի հսկողության տակ։